Բարև ձեզ հարազատներս, եկել եմ աշխատանքի, այսօր ուզում եմ շուտ եմ եկել, որ այսօր երկու տեսահոլովակ նկարահանեմ, մեկը հուսահատության մասին, ինչ նոր մտքեր ունեմ այդ թեմայի վերաբերյալ, մյուսը արդեն Դաունի բժշկական տեսահոլովակը նկարահանեմ Դաունի համախտանիշի մասին։ Ուրեմն նոր եմ հասկացել, որ հուսահատությունը լինում է մեծ հուսահատություն եւ փոքր հուսահատություն, ու այդ մտքերով ուզում եմ ձեզ հետ կիսվել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, ուզում եմ սկզբից չեմ փոխվել, որ հասկանաք, որ սա բժշկական թեմա չի, ուզում եմ բժշկական թեմաները բժշկական հագուստով նկարահանեմ, որ մարդիկ կան, որ ուզում են միայն բժշկական թեմաները լսեն, հեշտ լինի գտնել տեսահոլովակները։ Հուսահատություն, մեծ հուսահատություն ունեցել եմ 30 տարեկանում, իհարկե մի քանի հավիրքներ եղել են կյանքիս մեջ, բայց այդ մեծերից նշանակալից հուսահատություններից մեկը 30 տարեկանում էր, երբ որ աշխարհը բլվեց ամբողջությամբ, եթե միջև այդ պահը վազում էի, գալիս է մի պահ, որ չես հասկանում, որ կարիքը չկա վազելու, դու վերջ չկա, չես ուզում ապրես։ Վազում էի, ինչ է յան արտինատուրան արագ ավարտեցի, 2 տարի էր արտինատուրան, դրանից հետո ասպիրանտուրան 3 տարով էր, բայց ես արագ 2 տարվա մեջ ավարտում եմ, դրանից հետո սկսում պարապել Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունը, որ դիպլոմը պաշտպանեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ու դա 30 տարեկանում եմ, ու արդեն այդ գալիս է այդ պահը, որ հասկանում եմ իմաստ չունի այդ ամեն ինչի մեջ, աշխարհը իրոք բլվում է։ Այդ դեպքերում ինչ են անում, այն մարդիկ, ովքեր Աստված չունեն, իրենք գնում են, իրենց գցում են Կիևյանից, ինքնասպանություն են անում եւ այլն, այն մարդով Աստված ունի, ինքը գիտի, որ մենակ չի, ու Աստված ոչ մի անգամ քո հնարավորություններից շատ քեզ չի տալու փորձություն, ու քրիստոնյան ուժ է գտնում, ու տեսահոլովակի ինտերվյուն եմ ձեր հետ կիսվել, Տեր Սերոբ Քահանայի ինտերվյուն, որ ասում է քրիստոնյային, երբ որ ճնշում ես հուսահատության կամ ուրիշ ձևով, քրիստոնյան ավելի ուժեղանում է։ Ու իրոք քրիստոնյան դրանից հետո ավելի ուժեղանում է, որովհետև այդ պայքարի մեջով, այդ հուսահատության միջով, որ անցնում եմ, կրակի մեջով, ուժեղանում է։ Կան ահագին պատմություններ, որ դերասաններն են այդ հուսահատության միջով անցնում, հետո որ դուրս են գալիս Օսկար են շահում։ Ես հաջողությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներում դիպլոմս պաշտպանեցի եւ այլն, չեմ ասում ինչ որ մեծ գործեր ենք արել, բայց քրիստոնյան պիտի այդ փորձությունների միջով անցնի, որ ուժեղանա։ Բայց այսօր հետաքրքիր միտք է անցել, որ ոչ բոլոր հուսահատություններն են այդպիսի ակնհայտ, որ դու իմանաս, որ հուսահատ ես, կյանքը իմաստ չունի, որ նոր իմաստ տաս այս կյանքին, ոնց որ նոր աշխարհ ես ստեղծում, այդ մեծ հուսահատություններից հետո, որ փորձում ես գոյատևել, մի նոր աշխարհ ես ստեղծում իր նոր նպատակներով եւ սկսում այդ ուղղությամբ գնալ, բայց կան փոքր հուսահատություններ, որոնց մասին սկի ոչ էլ գիտես։ Ու սա ես իմացա, երբ որ քաշս իջեցրեցի։ Ինչու 15 տարի իմ քաշս միշտ 70 կիլո է եղել, հիմա նոր քաշս նորմալ է, ու ես սկսել եմ մտածել իմ անձնական կյանքի մասին, ինչի։ Որովհետև 70 տարի հուսահատություն է եղել, որովհետև դա չի ստացվելու, դա իմը չի, դա եսիմի ինչ որ ու քաշն էլ դել արդեն կարևոր չի։ Ինչի մարդիկ չեն կարողանում իրենց քաշը իջացնել, որովհետև մտածում են, որ իրենք սիրուն չեն, մեկը ինչ լինի, ճիշտ քաշը լինես, մեկը սիրուն չես, իմաստ չունի, մեկը քեզ չեն ուզում, մեկը sense չի, մեկը ու սրանք փոքր հուսահատություններ են, որ մեր տունը ավելի ուժեղ են, որ մեր տունը քանդում են, այն մեծ հուսահատությունները կարող է բերել մեծ հաջողությունների, իսկ այդքան էլ բան չի։ Այս փոքր հուսահատությունները շատ դժվար, հիմա դարել եմ իմ նորմալ քաշին մոտենում, ասում եմ, Աստված ինչ է մտածում, իմ անձնական կյանքի մեջ արդեն իմ մոտ մտքեր են այդ ուղղությամբ լինում։ Սա կարևոր է, ինչի մեր երկրում այսքան անգրագետ մարդ կա, իրենց վրա չաշխատում, չեմ ասում, որ բոլորս պիտի գլխուղեղի վիրահատություն անենք, որ ասեն, այս ինչ լավ գրագետ մարդ է, ոչ։ Բայց մեր երկրում ունենք մեծ քանակի ժողովուրդ, որ իր վրա չի աշխատում հուսահատությունից, արդեն ես հասկանում եմ, որ սա հուսահատությունից է, որ համարում են, որ դա իրանք չեն կարա, իրենց պետք չի, անընդհատ նույն աշխատանքը գնում անում են դժգոհ ու չեն պատկերացնում, որ կարելի է աճել։
Սա ավելի շատ գերձայնային հետազոտությունների մասնագետների հետ շփումից հասկացա այս պահն է, որովհետև բժշկության մեջ չի կարող պատահի գա միտեղ, որ ես էքսպերտ չլինեմ, օրինակ մանկաբարձության գինեկոլոգիայով եմ զբաղվում, ասեմ այնտեղ մի հատ էքսպերտ կա, որ ինձնից լավ գիտի մանկաբարձություն գինեկոլոգիան։ Կարող է մի փոքր վիրահատություն լինի, որ այդ մարդը անընդհատ անում է ինձնից լավ վիրահատի, բան չունեմ ասելու, բայց որ ասեմ մի տեղում մի բժիշկ ավելի լավ գիտելիքներ ունի, քան ես, դա չպիտի լինի։ Եթե դու մանկաբարձ գինեկոլոգ ես, այս քո մասնագիտությունը չի կարող պատահել։ Գերձայնային հետազոտության մաս Դաունի համախտանիշն եմ հաջորդ տեսահոլովակս նկարահանելու, կան գերձայնային հետազոտության մասնագետներ, ովքեր առավոտից երեկոն հղիներ են անում ու չէ էքսպերտ չէ այդ հարցում։ Գիտենք, որ Դաունի համախտանիշը սկրինինգները կատարում են էքսպերտները գերձայնային հետազոտության, ոնց կարելի է դու մի մասնագիտությամբ անընդհատ զբաղվես ու չուզես դառնաս էքսպերտ։ Ոնց կարա դա տենց լինի։ Սրանք այսպիսի փոքր հուսահատություններ են, որ մարդուն կանգնացրել են, չեն թողում աճի, չի պատկերացնում ինքը կարող է աճել։ Ոնց կարա մարդ չհասկանա, որ ինքը Աստծո ստեղծած է ու չունի լիմիտ չկա այնտեղ, որ ասես, այ դու ես այսքան անեմ, ինձ հերիք է, ես այսքանն եմ, քաշս այսքան եմ կարողանում միջացնեմ, ես հերիք է, ես այսքան գերձայնային հետազոտություն անեմ, այն մնացածը արդեն ես այդքան խելք չունեմ, ես այդքան հնարավորություն չունեմ։ Հնարավորությունները մեր անսահման են։ Ցանկություն է պետք ու այդ հուսահատության դեմ պայքար, այդ հուսահատության դեմ պայքարը միայն Աստծով է, ուրիշ ձև չկա, օրինակ ես երբեք չեմ կարողացել կանգնեմ մանկաբարձության գինեկոլոգիայի մեջ, ոչ թե որ ես միշտ այս 25 տարվա մեջ ես նույն գիտելիքներն եմ, իհարկե անընդհատ աճում են, ես հիմա էլ եմ սովորում, անընդհատ գիրք եմ կարդում, մանկաբարձություն գինեկոլոգիա եմ կարդում, որտեղ գիտելիքները անընդհատ գալիս գնում են, հինը գնում է, նորը գալիս է։ Երբեք ես այդ ուղղությամբ միշտ ուժեղ եմ եղել, որ հուսահատություն չէր կարա իմ մոտ գար, չայքը չէր կարա ինձ ստել, որ դու չես կարա էքսպերտ դառնաս եւ այլն, քանի որ ինձ փոքրուց արդեն ասել եմ, որ տատիկս միշտ փոքրուց ինձ ասում էր իմ պրոֆեսոր Բալան։ Ես գիտեի, որ փոքրուց որ ես այդ հարցում շատ ուժեղ եմ, գիտելիք ստանալու, գիտելիք բաժանելու եւ այլն։ Բայց մնացած հարցերում օրինակ ինձ որ փոքրուց ասեին, վայ դու ինչ լավ կին կդառնաս, վայ դու սա որ արից ինչ լավ մայր կդառնաս, այդպիսի բաներ չեն արել, սա այս տեսահոլովակներս դրա համար եմ նկարահանում, որ հասկանաք, որ երեխաներին դաստիարակելիս ինչ կարևոր է այդպիսի բաներ ասել, բացատրել, որ երեխան հետո մեծանա իրեն փորձեն խաբել, որ ինքը չի կարա։ Հիշի, որ չէ, իմ տատիկը ասել է, որ ես շատ լավ կին կդառնամ, շատ լավ մայր կդառնամ, ոչ մի սատանա, ոչ մի չարիք չկարողանա իրեն հուսահատության հասցնել։ Շատ ունենք կանայք, որ չեն կարողանում, չեն ուզում նիհարել, ոչ թե չեն կա, բոլոր մարդիկ կարող են նիհարել, ես դա հասկացա, դժվար է, դժվար պրոցես է, բայց ցանկություն չկա, որովհետև հուսահատություն կա, որովհետև համարում են, որ իրենք գեղեցիկ չեն, միևնույնն է, ինչ նորմալ քաշի լինեն, ինչ չաղ լինեն, գեր լինեն, մեկը գեղեցիկ չեն, մեկը իրենց չեն ուզելու, մեկը ասենց չարիքը անընդհատ կարա խաբի մարդուն։ Իմանանք կարևորը առաջնայինը երկրորդայինից տարբերել, հուսահատությունը ժամանակին բռնացնենք, ասենք այստեղ դու ինձ խաբում ես, ես շատ ուժեղ եմ, մեծ ուժ ունեմ, մեծ հնարավորություն ունեմ ու աճենք, ամեն մեկս մեր վրա աճենք, ոչ թե դիմացինին նայենք, դիմացինի ցեխը մտցնենք, որ իր ամեմատ մենք լավ վիճակում լինենք, դրանով չես աճում, դրանով չարիքին ծառայում ես, բայց որ դու հասկանաս, որ դու Աստծո ստեղծած ես, լիմիտներ չկան, որ դու գեղեցկության մեջ զարգանաս, քաշի մեջ նորմալ քաշի հասնես, գրագի տանաս, ֆիզիկապես ուժեղանաս, չունենք լիմիտներ, հասկանում եք, չունենք լիմիտներ, դու Աստված օգնական, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։